Երեք եւ նախորդին կարգերով տեղեկատվություն էր տարածվել, որ կենսաթոշակային հիմնադրամներից մեկը գրանցված է օֆշորային գոտում։ Եթե իրոք այդպես է, ինչ ռիսկեր է պարունակում եւ եթե այդպես չէ, ինչու է տեղեկատվությունը տարածվել։ Ճիշտն ասած, ես չգիտեմ այդ տեղեկատվությունը որտեղից են վերցրել եւ ինչպիսի տեղեկատվություն են տարածել, ես ինքս նույնպես տեսել ու շատ զարմացել եմ, որովհետեւ ակտիվների կառավարիչներից ոչ մեկ գրանցված չէ օֆշորային գոտում։ Կառավարիչներից մեկը գրանցված է Ֆրանսիայում, նաև իր հիմնադիրները, մյուս կառավարիչներից մեկի հիմնադիրը գրանցված է Գերմանիայում, մյուսը գրանցված է Ավստրիայում։ Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ հրապարակվել էր, դա կառավարիչներից մեկի ֆոնդի մասին էր, որը գրանցված է Լյուքսեմբուրգում, այսինքն մի երկրում, որը մի քանի անգամ ստանձնել է Եվրամիության նախագահությունը, երկրում, որը Եվրամիության հիմնադիր երկրներից է, 6 հիմնադիր երկրներից մեկն է եւ երկրում, որտեղ այսօր գրանցված են 2.5 տրիլիոն արժողությամբ ֆոնդեր, որը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդ գրանցած երկրներից մեկը։ Այսինքն Լյուքսեմբուրգը այստեղ օֆշոր բառախաղի զոհ է դարձել, որովհետեւ օֆշոր անգլերեն նշանակում է տեղից դուրս, իրենց գործունեության տեղից դուրս։ Չի նշանակում, որ դա այն վատ իմաստով, որ բոլորը չգիտեմ ինչու, օֆշոր արտահայտությունը շատ վատ հասկանում են այդ իմաստով օֆշոր, որովհետև Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին, Եվրամիության, բոլոր դիրեկտիվներին, ունի թափանցիկության, հաշվետվողականության համապատասխան պահանջներին ավելի քան բավարարող ստանդարտներ ներկայումս եւ որևէ ֆոնդ, որ գրանցված է Լյուքսեմբուրգում, ոչ թե գրանցված է նրա համար, որ կարիք ունի թափանցիկության կամ խնդիր ունի թափանցիկության հետ կապված, այլ որովհետև Լյուքսեմբուրգում հարկային դաշտը շատ ավելի պարզ է, պարզ ասելով նկատի ունեմ ֆոնդերի գրանցման համար շատ ավելի հարմար է, քան այլ երկրներում։ Հայաստանում նույնպես ֆոնդերի գործունեության հարկային դաշտը շատ ավելի ձեռնտու, շատ ավելի հարմար է կազմակերպությունների համար, քան այլ երկրներում։ Խոսքը ընդհանրապես դրա մասին է։ Այստեղ օֆշորային արտահայտությունն է թյուրիմաստության մեջ գցել բազմաթիվ մարդկանց, բայց եթե դուք ուշադրություն դարձնեք ՏՀԶԿ կամ OECD կողմից հրապարակված վատ իմաստով օֆշորային երկրների ցանկը, որոնք 5-ն են, 2012 թվականին թարմացվել է, դրանք 5-ն են, դուք կտեսնեք, որ այնտեղ ոչ Լյուքսեմբուրգ կա, ոչ Եվրամիության երկրներից որևէ մեկը կա, որի հետ կապված կարող է ինչ-որ խնդիրներ կամ չգիտեմ թյուրիմաստություն առաջանալ մարդկանց մոտ։